Ես շատ ուրախ եմ, որ այսօր ես հետ գիտում եք, սա մեծ ճանապարհի մի փոքրիկ փաստն է, որը դուք նույնպես ականատես կլինեք և կփորձեք մեզ հետ աշխատել ինչպես նաև։ Բարև ձեզ սիրելի խոհարարներ, ես լսել եմ, որ դուք այսօր խոհարարներ եք, ճիշտ է։ Այո։ Ինչ եք պատրաստելու։ Ինչպիսի թխվածքաբլիթ։ Ապրեք, կախարդական թխվածքաբլիթ ենք պատրաստելու։ Նախ եկեք բոլորին ողջունենք, կարող եք գեղեցիկ ողջունել մեր ծնողներին և ուսուցիչներին։ Բայց իմ խոհանոց ներուժեց չարաճիճի քամին, նա պատառոտեց ամեն ինչ կուտ արավ։ Հիմա ես մենակ չեմ կարող դրանք գտնել, ահա կախարդական հատեցը, ծրտում եմ հետավեք նրան, անձեք որոքործություններ և վերականգնեք իմ բաղադրատոմսը, ես հավատում եմ, որ դուք կկարողանաք։ Ես էլ եմ հավատում, որ դուք կկարողանաք, բայց մինչև բաղադրատոմսը հավաքելը, մենք պետք է մի քանի փորձություններ անցնենք։ Եկեք առաջ գնանք և տեսնենք առաջինը մեզ ինչ փորձություն ես
սպասվում։ Նախ մենք գնանք անտառ, տեսնենք ինչ է պատահել, մենք պետք է օգնենք կենդանիներին։ Բարև սիրելի երեխաներ, մենք ձեր պապատի երկուսը գտել ենք, բայց միշտ ձեզ հանձները խնդրում ենք օգնեք մեզ։ Մենք պարանից գեղեցիկ նկարներ ենք կապել, բայց խենջ քամին մեր անտառը ներխուժեց ու խառնեց ամեն ինչ։ Խնդրում ենք օգնեք դասավորենք ճիշտ հաջորդականությամբ։ Երեխաներ, տեսնում եք այս նկարներին։ Նրանք կապված էին պարանից, բայց քամին պոկեց և նրանց քշեց։ Հիմա մենք պետք է ճիշտ հաջորդականությամբ դասավորենք այս նկարները։ Եկեք տեսնենք, առաջին նկարում ինչ են անում երեխաները։ Ինչ էին անում առաջին նկարում։ Ասեք։ Երեխաները Բերքը ինչ է հավաքում, ինչ է, խնձորներ էին հավաքում։ Երկրորդ նկարում ինչ էին անում։ Ապրեք, երրորդ նկարում տեսնում էին իրենց ծաղկել են իրենց խնձորներին, գտան իրենց խնձորներին, թե որ, իսկ այս վերջին նկարում ինչ էին անում, ջրում էին, շատ ապրեք, բայց տեսնում եք, որ խառնվել են, մենք պետք է գտնենք ճիշտ հաջորդականությունը, ձեր կարծիքով, առաջինը ինչ պետք է անենք, ինչ պետք է անենք, Լիա, պետք է կանգնիր, ասա, պետք է ջրեր ապրես, դե հիմա գեղեցիկ նախադասության բացա, ինչ պետք է անենք, երեխաները ինչ են անում երեխաները տնկեցին փոքրիկ ծառ ապրես, երեխաները տնկեցին փոքրիկ ծառ, ծառը տնկելուց հետո ինչ պետք է անենք երեխաներ, խնամել ով կարող է ասել, ասա Միքայել նրանք խնամքով ջրեցին ծառը Նրանք խնամքով ջրեցին ծառը, շատ ապրես, հետո ինչ եղավ, տեսնում եք այս նկարին, ինչ եղավ, հետո ծառը մեծացավ ու պտուղ տվեց շատ ապրես, ծառը մեծացավ և պտուղներ տվեց և վերջում երեխաները ինչ արեցին, Արիաննա, ինչ արեցին երեխաները, ով կարող է ասել, ասա Դավիթ, երեխաները հավաքեցին բերքը շատ ապրես, երեխաները հավաքեցին համեղ բերքը, տեսեք մենք հաջորդականությունը կարողացանք ճիշտ դասավորությամբ ստեղծել, ճիշտ է թե ոչ, հիմա մենք ինչ դարձրինք սա, մի փոքրիկ ինչ դարձրինք, պատմություն շատ ապրես, փոքրիկ պատմություն, իսկ երեխաներ ով կարող է հիշել, պատմությունը ինչից է կազմված, ասա Դանիելա, գեղեցիկ եմ ասում, պատմությունը կազմված է նախադասություններից շատ ապրես, իսկ երեխաներ դուք ինչ գիտեք նախադասության մասին, ասա Դավիթ, այն բառերի խումբը, որը միտք է արտահայտում, կոչվում է նախադասություն հիանալի, էլ ինչ գիտեք, ասա Միքայել, պատմությունը սկսում ենք մեծատավով, վերջում դնում ենք վերջակետը շատ ապրես, երեխաներ հիմա նախադասություն, ասացի պատմությունը, թե նախադասությունը, չլսեցի, պատմություն ճիշտ է ասում, ոչ ինչ է, նախադասությունը, շատ ապրեք, նախադասությունը սկսում ենք մեծատառով և վերջում դնում ենք վերջակետ, եկեք հիշենք մեր Լիայի ասած նախադասությունը, նա ինչ ասեց երեխաները տնկեցին փոքրիկ ծառը, Վահագ, ինձ կարող ես ասել, այդ նախադասությունը քանի բառ ունի, 4 հաշվենք, երեխաները տնկեցին փոքրիկ ծառ հիմա գեղեցիկ ասում ես, նախադասությունը ունի 4 բառ ապրես, դա ինչ է նշանակում, նախադասությունները ինչերից էին կազմված, Հիանալի, շատ ապրեք, դուք արդեն անցաք առաջին փորձությունը և կարծում եմ, որ մեր նապաստակը կարող է մեզ տալ առաջին մեր մթերքները։ Տեսնենք։ Հիանալի, եկեք մենք էլ մեր բաղադրատոմսի վրա փակցնենք։ Արիաննա, արի փակցրու։ Արի։ Ինչ տևեց մեզ հավկից և շաքարավազ, այո։ Արի, Դավիթ, շաքարավազներ փակցրու։ Կարող ենք անցնել հաջորդ փորձությանը։ Գնացինք առաջ։ Ահա, մենք պետք է գնանք գետակի մոտ։ Տեսնենք մեզ այնտեղ ինչ փորձություն է սպասվում։
օգնել։ Լավ, մինչև օգնելը եկեք մենք հարցի պատասխանենք։ Բառերը ինչերից են կազմված։ Տեսնեմ ով է գեղեցիկ ձեռք բարձրացնում։ Դավիթ, ինչերից են կազմված բառերը։ Նախադասություն։ Ասա Արմաջան։ Բառերը կազմված են վանկերից։ Հիանալի, բառերը կազմված էին վանկերից, երեխաներ, հենց այդպես էլ մենք պետք է օգնենք մեր ձկնորսին։ Մենք պետք է օգնենք, որ այս իրերը նա տեղափոխի նավակի մեջ։ Դուք ինձ կարող եք ասել, վանկերը քանի տեսակի են լինում։ Ասա Դավիթ։ Ահա, ապրես, որոնք են, գայանը կարող ես ասել։ Ասա։ Միավանք, բազմավանք։ Շատ ապրես, միավանք և բազմավանք։ Միա կարող ես ասել, որոնք են կոչվում միավանք բառեր։ Որոնք Միավանք բառեր են կոչվում։ միավանք բառերը։ Այն բառերը, Այն բառերը, որոնք որոնք ունեն ունեն մի բան։ Շատ ապրես, միավանք բառեր են կոչվում այն բառերը, որոնք ունեն մեկ բան։ Իսկ բազմավանք բառեր որոնք են կոչվում։ Ասա։ Որոնք երկուսից ավել բան։ Երկու և ավելի վանք ունեն։ Հիմա ես ասում եմ այս բառերը, միավանք բառերը տեղափոխում են փոքրիկ նավակի մեջ, բազմավանք բառերը տեղափոխում են մեծ նավակի մեջ։ Կարապ, եկեք ծափերով բաժանենք, քանի վանք ունենք։ Քանի վանք ունենք։ Որտեղ ենք տեղափոխելու։ Ապրեք, կրյա։ Քանի վանք։ Շատ ապրես։ Գլխարկ։ Քանի վանք։ Ապրեք։ Թիթեր։ Ես չլսեցի մի հատ էլ։ Ցանց։ Շատ ապրեք երեխաներ, դուք օգնեցիք մեր ձկնորսին, որ իր իրերը տեղափոխեն նավակների մեջ։ Տեսնենք մեզ ինչ կտա ձկնորսը։ Մեզ նաև տվեց երկու մթերք, հիանալի երեխաներ։ Եկեք մենք հետ հագցնենք մեր բաղադրատոմսին։ Վահա գարի։ Արի, Միքայել։ Շատ ապրեք։ Լավ, անցնենք առաջ, տեսնենք մեր երրորդ փորձությունը որն է, երեխաներ։ Ահա։ Մենք գնում ենք դեպի քարանձավ, տեսնենք քարանձավում մեզ ինչ է սպասվում։ Ահա, տեսնում ենք, այստեղ կա մի սունդուկ, որտեղ թաքնված է մի բակ։ Մենք մինչև այդ բառին անդրադառնալը եկեք հասկանանք, ասեցիք, որ պատմությունը կազմված է նախադասություններից, ճիշտ է։ Նախադասությունները բառերից, ճիշտ է։ Բառերն են վանկերից, իսկ վանկերը ինչերից էին կազմված։ Ասա Միքայել։ Բառերը կազմված են։ Ասա։ Ապրես, շատ ապրես, քանի տեսակի են լինում հնչյունները, երեխաներ։ Ասա Արման։ Ասում ես հնչյունները։ Հնչյունները լինում են երկու տեսակի։ Որոնք են։ Ասա Գայնե։ Ձայնավոր և բաղաձայն։ Շատ ապրես, ձայնավոր և բաղաձայն, երեխաներ, որոնք են ձայնավոր հնչյունները։ Անենա, կարող ես ասել։ Ձայնավոր կանգնել ասա։ Ձայնավոր հնչյունները, որ երկեցիկ է, այո, որ, ասա։ և խոսք։ Ինչ է, երկեցիկ են, չէ արտասան, կարող ենք երկար արտասանել, ճիշտ է։ Արգել չի։ Ապրես, արգելք չի առաջանում մեր կողքով, իսկ բաղաձայն հնչյունները որոնք էին, ասա։ Արգել կամաչան։ Եվ մենք շատ կարճ ենք, չէ՞ այն ասում։
Ապրես, որը գրվում է 8 տարով, շատ ապրես։ Երեխաներ, իսկ տարերը ու հնչյունները իրարից ինչով են տարբերվում, կարող ենք ասել։ Եկեք միասին ասենք, հա։ Հնչյունը լսում են և արտասանում, տարը գրում են և կարդում։ Շատ ապրեք, հնչյունը լսում եք և արտասանում եք, տարը գրում եք և կարդում եք։ Հիմա երեխաներ պետք է հասկանանք, թե այս սնդուկի մեջ ինչ բառ է թաքնված և պետք է հասկանանք, թե քանի բաղաձայն և քանի ձայնավոր ունի այս բառը։ Նախ ես կարդամ հանելուկը, տեսնեք դուք կարող եք մեկ կռահել։ Անձրևը հայրն է, արևը մայրն է, երկնակամարը զբոսավարն է, սարասը։ Ձիածան։ Ապրես, ձիածան։ Երեխաներ, ով կարող է հաշվել ձիածանը քանի հնչյուն ունի։ Ձայներ հաշվեք։ Ձ-ի-ա։ Քանի հնչյուն ուներ, հաշվեցի՞ք։ Այո։ Քանիսն է։ Տիգրան, հաշվեցի։ Նորից հաշվենք, միասին։ Շատ ապրեք, 6 հնչյուն ուներ։ Երեխաներ, եկեք ձիածանը վանկերի բաժանենք։ Քանի վանք ուներ։ Եվ նշանակում է քանի ձայնավոր հնչյուն ունի։ Շատ ապրեք, մենք ունեինք 6 հնչյուն, որից 3-ը ձայնավոր են, իսկ մնացածը ինչքան է։ Ինչ։ Այո, որոնք են բաղաձ, քանիստ են բաղաձայն հնչյունները։ Եթե 6-ից 3-ը ձայնավոր են, քանիստ են բաղաձայն հնչյունները։ Ասա, շատ ապրես 3, ունենք 3 բաղաձայն և 3 ձայնավոր հնչյուն։ Մենք կարողացանք գուշակել, թե որ բառն է սնդուկի մեջ։ Ապրեք։ Տեսա՞ք, և մեզ տեսնենք ինչ բաղադրիչներ են տալիս։ Հիանալի է, մեզ տվեցին նաև ալյուրը, սոդան և աղը։ Երեխաներ, եկեք մենք էլ փակցնենք։ Ալի, Դավիթ, Ալի, Լիա։ Շուն է, Ալի։ Շատ ապրեք, տեսեք երեխաներ, մեզ տվեցին մեր բոլոր բաղադրիչները, մենք այս 7 բաղադրիչով պետք է պատրաստենք մեր խվածքաբլիթը։ Երեխաներ, բայց մենք ունենք վերջին փորձությունը, դա գիտեք որն է, որ մենք այս բաղադրիչների մեջ պետք է գտնենք այն կախարդական տառը, որը մեր խվածքաբլիթը կդարձնի ամբողջական։ Ես հիմա դուք դառնում եք լսողության հետախույզներ, ես կարդում եմ բառը և դուք ասում եք որն է այդ կախարդական տառը։ Պայմանավորվեցինք։ Սկսեցինք։ Հավ, կիթ։ Որն է, որ երկար երգեցիք լսեցիք։ Ապրեք, ան, հավ, կիթ, շաքարավազ։ Որն է։ Ատառն է, շատ ապրեք։ Կաթ, որն է։ Հիանալի, կարակ, որն է։ Ապրեք, ալյուր, սոդա, ապրեք, աղ։ Եվ երեխաներ, այս 7 բաղադրիչները իրար հետ ինչ են կապում, որ հնչյունն է, որ մենք լսում ենք նրանց մեջ։ Ատառը, երեխաներ, և հենց դա է մեր բաղադրիչի գլխավոր ինչը։ Գործությունը, որ մենք գտնեինք, տեսնեինք, այդ որ տառն է, որ մեր բաղադրատոմսը կդարձներ ամբողջական։ Հիմա փորձենք մենք այս բաղադրիչները, տեսեք, սա մեր ատառն էր։ Հիմա փորձենք բաղադրիչները բաժանել մասերի։ Այստեղ դնում ենք դեղին ափսեի մեջ դնում ենք այն բաղադրիչները, որտեղ ան լսում ենք բառասկզբում։ Կապույտ ափսեի մեջ դնում ենք այն բաղադրիչները, որտեղ բառը միջում եք լսում ան։ Եվ կարմիր ափսեի մեջ դնում ենք այն բառերը, որոնք լսում ենք բառավերջում։ Առաջինը, որ
բաղադրիչների մեջ է, որ բառը սկզբում է անում։ Բառը սկզբում ենք լսում, ասա, ապրես, այլուր և շատ ապրես, տեսեք այս 7 բաղադրիչներից 2 բաղադրիչ արդեն ունենք, որ բառը սկզբում լսում է Հիմա փորձենք հասկանալ բառը միջում որտեղ է, որ բաղադրիչի մեջ է։ Հավքի։ Եկեք փորձենք ասենք սոդա, որտեղ ենք լսում։ Որտեղ ենք լսում վերջում շատ ապրես։ Տիգրան, կարող ես ասել մի բաղադրիչ, որտեղ բառը միջում է։ Այո։ Ասա։ Հավքից, ապրես, ճիշտ ես ասում, բառը միջում է հավքից բառի մեջ, այո, հաջորդ բառը, Գարետներ ասա։ Կարապ, ապրես, նաև կարապ բառի մեջ, նույնպես լսում ենք բառը միջում, Դանիել ասա։ Կապ, ապրես, կապ բառի մեջ, նույնպես լսում ենք բառը միջում, Շունե կարող ես ասել, կա էլի բաղադրիչ։ Որտեղ ենք լսում, և որ ափսեի մեջ պետք է դնենք, կարմիր ափսեի մեջ, շատ ապրեք, երեխաներ, քանի որ մենք խոսեցինք և մեր ամբողջ պատմությունը հասկացանք ինչերից է կազմված, պատմությունը կազմված է ինչերից, եկեք դնենք, ապրեք, նախադասությունը ինչերից է կազմված, բառերը ինչերից են կազմված, իսկ վանկերը շատ ապրեք, վանկերն էլ կազմված էին հնչյուններից, եկեք փորձենք մի երգ երգել և նվիրենք մեր հնչյուններին, համաձայն եք, շատ ապրեք։ Հիմա ժամանակն է, որ մենք ծանոթանանք մեր ատարի հետ։ Երեխաներ, ով կարող է ասել, ձայնավոր հնչյուն է, թե բաղաձայն հնչյուն է։ Ասա Սարա։ Ձայնավոր։ Ինչու է ձայնավոր հնչյուն։ Ով կարող է ասել։ Ասա Միքայել։ Որովհետև կարող են երկար արտասանել և երգեցիկ, ճիշտ է։ Այո։ Համաձայն եք ծանոթանանք մեր ատարի հետ։ Երեխաներ, սա մեր ատարն է, տեսնում եք, մեր ատարի անունը այբ է, հիշելու եք ինչ է մեր ատարի անունը։ Սա մեր այբուբենի առաջին տարն է, երեխաներ, իսկ ով է ստեղծել այբուբենը ձեռքով, գեղեցիկ, ասասյուն է, իսկ ով է Մեսրոպ Մաշտոցը, ասաբահա, մեր առաջին Մեսրոպ Մաշտոցը, Մեսրոպ Մաշտոցը մեր առաջին ուսուցիչն է, շատ ապրես, մեր առաջին ուսուցիչն է, երեխաներ, քանի որ մեր համար ավելի հեշտ է գրելը, մենք փորձում ենք տարերը գրել ձեռագիր, եկեք ես ձեզ ցույց տամ տարը, ատարը, հնչյուն տարը և մենք փորձենք, դուք էլ փորձեք գրել ձեր տեղերում, կարող եք։ Երեխաներ, մեր ատարը կազմված է 3 մասնիկից, մեծատար ատարը, 1 մասնիկ, 2 մասնիկ և 3 մասնիկ, դուք այս մասնիկներից
երեք մասնիկները մենք միացնում ենք իրար, ստացվում է մեծատար ատարը։ Գեղեցիկ է չէ մեր ատարը։ Ծանոթանանք փոքրատար ատարի հետ։ Փոքրատար ատարը նույնպես ունի 3 մասնիկ։ 1 մասնիկ, 2 մասնիկ եւ 3 մասնիկ։ Տեսնում եք 3-ը նույն մասնիկներն են։ Երբ որ այս 3-ը միացնում ենք իրար, ստանում ենք փոքրատար ատարը։ Ուզում եք դուք էլ գրեք։ Այո։ Եկեք փորձենք։ Հանեք գրիչները։ Մինչև գրելը եկեք փորձենք վերևում գնել։ Բոլորը մի հատ կանգնում են։ Վերցնում ենք գրիչները։ Իմ ձեռքին գրիչ չկա։ Բռնում եք գրիչը այն ձեռքով, որ դուք գրում եք։ Հիմա փորձում եք ինձ հետ հավասար օդում պատկերել, աչքերը փակեք, տեսնեմ ինչպես եք պատկերել օդում։ Լավ, բացեք ինձ այդ հետո կփակեք։ Լավ, օդում պատկերեք ձեռագիր մեծատար ատար։ Անում եք առաջին մասնիկը, երկրորդ մասնիկը և երրորդ մասնիկը։ Ստացվեց ձեր մոտ։ Դա ստացվեց քո մոտ։ Ես գրիչս ինչ-որ տեղա չորտեք։ Ոչինչ, ես ձեզ քեզ կտամ։ Հիմա փորձում ենք պատկերել ձեռագիր փոքրատար ատարը։ Ստացվեց երեխաներ։ Շատ ապրեք, հիմա փորձում ենք դա պատկերել թղթի վրա, գրել թղթի վրա։ Ապրեք, ես գիտեմ, որ ձեր մոտ կստացվի։ Ես հիմա քեզ կտամ։ Իմը վաղ, իմը մեծ վաղ։ Համ մեծատար ատարներ գրի։ Տեսնում եք, որ բոլորի մոտ է ստացվում է գրելը։ Հիմա պատրաստենք, որ մենք մեր պատկաբլիթի պատրաստենք։ Մինչև պատրաստել եք, եկեք մի հատ լիցքաթափվենք, համաձայն եք։ Կանգնեք, Սարա։
ստացվում, ես վստահ եմ, որ բոլորի մոտ գեղեցիկ կստացվի։ Ես վերջացրեցի։ Ապրես։ Ես եմ։ Այս ջավախենք եստեղ, որ տանենք վարարանը։ Անպայման։ Իմը ստացվեց։ Ստացվեց, վահակ։ Ես եմ վերցնում։ Ապրեք։ Ես լացի Ստացվում է, Դավիթ, ես գիտեմ, որ ստացվում է։ Յարդ սարքի, ոչ, ոչ։ Շատ ապրես։ Դու էլ վերջ։ Բոլորը վերջացրեցին։ Տեղափոխենք մեր վարարանի մեջ, տեսնենք ինչ կստացվի, ինչ կախարժանք կլինի։ Ես ու Միքայելը խոսով են, որ ոստեղ բաժան չեն։ Ապրեք, շատ գեղեցիկ է ստացվել ձեր այերը։ Տեսնենք ինչ կախարդանք կլինի։ Ահա։ Մինչև կթխվի մեր այերը, ատարերը, եկեք մի քանի հանելուկի պատասխանենք և դա կլինի մեր վերջին փորձությունը, համաձայնեք։ Լսում եք ուշադրիր։ Բարձրանում է փուշիկ, բարձրանում է կարմրաթուշիկ, ոսկե վարձել է արձակում, որ ցնծան բոլորն աշխարհում։ Ասա։ Ձյաձը։ Չէ, ոսկե վարձեր ով է արձակում։ Արև։ Ապրես, արևը շատ ապրես, Միքայել ջան, հենց դու էլ արի բարձրու արևը։ Գրատավսայք։ Լավ, քայլում է հպարտ, մորուքը բոց է, գլխին սանրաձև կարմիր սղոց է, զարթնում է քնից մայրիկից էլ վաղ, ձայնը զնգում է, անցնում փողոցով։ Ասա Սարա։ Ով է մայրիկից շուտ արթնանում։ Ակնավաղը շատ ապրես, արի Միքայել, չէ Միքայել, դա։ Ես էլ է ացիակավը։ Ապրես։ Ահա։ Հագցում ես այստեղ, լավ, և վերջին հանելուկը քայլում է հպարտ, չէ, այն ինչ բանակ է միշտ ոտքի կանգնած, ձմռանը մեկ է, ամռանը հագնված, ասա Գայանե, ծառերը որտեղ է լինում, անտառ, արի Գայանե շատ ապրես, ապրեք, երեխաներ, եկեք նորից վերհիշենք, թե ինչ հանելուկներ մենք կռահեցինք, առաջինը ինչ էր? Արև, ճիշտ եք, երկրորդը? Երրորդը? Երեխաներ, այդ բառերը ինչ նմանություններ ունեն? Ասա։ Ատարի նմանությունը ո՞րն է? Այսինքն սկսվում են, երեքներ սկսվում են ատարով, շատ ապրեք։ Հիմա եկեք տեսնենք, թե մեր կախարդական վարարանը ինչ է պատրաստել մեզ համար։ Համաձայնեք։ Կուտես։ Այո, ես եկել։ Ձեր համար համեղ թխվածքաբլիցներ է պատրաստել մեր վարարանը։ Տեսակ։ Նայ Դանիելա։ Ոչինչ։ Հիմա փորձեք ձեր պատրաստած տարերը, տեսնեք համեղ է ստացվել, թե
ոչ։ Ոչ։ Միջոցառումը համաձայն եք? Այո։ Արարողության արևի ներքո, արտնայում են աչիկները քո, ատառն է կտուրին կանչում, ատառին է յուր կանչում։ Ապրեք Դավիթ։ Ատառող ամրոկա և անձրև, ատառող ասեկան և արև, ատառող հաղթումներ տապիկի և ամնոցներ պապիկի։ Ես ատառն եմ հայկական, հայոց արերի հարկան, ես աղուցն եմ ու աղձին, անհամար ազգեր անգին, ես ածրետ եմ կաջարի, ալիքներ եմ ծորերի, ես ատառն եմ հայկական, հայոց արերի հարկան։ Շատ ապրեք երեխաներ, սիրելի ծնողներ, ուսուցիչներ, տնօրենություն, ես շատ ուրախ եմ, որ այսօր այստեղ եք և մեզ հետ կիսեցիք այս ուրախ օրը։ Ես վստահ եմ, որ երեխաները նույնպես ուրախ էին, որ ներկայացրեցին ձեզ այս ամեն ինչը, ինչը իրենք սովորում են այստեղ։ Շնորհակալություն։ Ներկաներ, ես էլ եմ ուզում շնորհավորել մեր փոքրիկներին արդեն իսկ տարաճանաչության առաջին և հաստատ քայլեր անելու համար, որովհետև ատառը մեզ փոխմաշտոց հենց այնպես չի ստեղծել։ Բավականին չարչարանքի գնով է ստեղծվել, ինչպես որ դուք ձեր պատկաբլիկները ստեղծեցիք։ Այսինքն ոչ մի բան հեշտ չի ստեղծվում։ Դրա համար ես ուզում եմ, որ դուք նախ լավ սովորեք, լինեք հայրենասեր, լսեք ձեր մայրիկներին, սիրեք դպրոցը, սիրեք ու հարգեք ձեր ուսուցիչներին և հաստատ ու գեղեցիկ քայլերով առաջ գնաք, թող որ այդ քայլերը լինեն փոքր, բայց հաստատում ինչպես այսօրվա ձեր դասին։ Ուզում եմ մեկ անգամ ևս ասել շնորհակալություն մեր դասվարի Գերգուլենային հետաքրքիր դաս մատուցելու համար։ Կարծես հեքիաթում լինեին և հեքիաթի ձևով էլ անցավ տարուսությունը։ Ապրեք բոլորը, մեկ անգամ ես շատ ծախարել եմ, այդ արի ես ուսուցությունը